Այն անգամ ուրախացել էին, թե շաբաթը մի 1000 հոգու տուգանում են Երևանում անտոմս երթևեկելու համար։ Մարդը 150 դրամ չունի, որ տոմսի փող տա, որովհետև մեր երկրում բազմահազար աղքատներ կան ու հազարավոր ծայրահեղ աղքատներ, ու 150 դրամ չունեցողին Ավինյանը տուգանում է մինչև 15000 դրամով։ Քաղաքացիների մոտ ընդունված է, չէ՞ ասել, որ սովորաբար առաջին անգամը կտրում են վարորդական քննությունից, երկրորդն էլ են կտրում, որ ամեն անգամ փող մուծեն։ Սրանք համակարգը բարեփոխելու փոխարեն որոշեցին պարզապես փող աշխատել քաղաքացու վրա։ Բերեցին հերթեր ստեղծեցին այդ համակարգում ու հիմա ասում են հերթդ առաջ գցելու համար փող տուր։ Այսինքն համ կտրում են ու հավելյալ փող աշխատում, հետո ասում են, եթե կտրվել ես, բայց ուզում ես հաջորդը հանձնել ոչ թե 6 ամիս հետո, այլ հենց վաղը, մի 45000 դրամ էլ այդտեղ տուր, էլի կտրվիր։ Մարդամեկը կասեր, փող տու կտրվի, փող տու կտրվի, փող տու կտրվի, կտրվի փող տու։ Միկրոբիզնեսում գործատուների եկամտահարկը աճել է, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը ավելացել է, ինչ-որ QR կոդեր են հիմա էլ ավելացել եկել, շինթույլտվությունների տեղական տուրքերը բարձրացել են մինչև 10 անգամ, ապան այնքան է թանկանում ու այնքան շատ, որ չես կարող ասել վերջին թանկացումը երեկ է եղել, թե այսօր։ Ազգային ժողովի գրեթե բոլոր նիստերում հավանության են արժանանում օրենսդրական փոփոխություններ, որով ավելացնում են քաղաքացու բիզնեսի վրա հարկերը, տուրքերն ու տուգանքները։ Երբ այս բոլորը գումարում ես եւ սրանց ավելացնում ես ամենօրյա գնաճը, ստացվում է, որ մարդկանց ապրելու շանս ԿՊ-ն ուղղակի չի թողնում։